Եվ այսպես բարի գալուստ Հայաստան խորագիրն է, որտեղ ամեն շաբաթ փորձում ենք հասկանալ Հայաստանի տնտեսական հեռանկարները որոշակի երկրի հետ, եւ այս շաբաթ այդ երկիրը Արգենտինան է։ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է։ Լատինական Ամերիկայի հեռավոր այդ երկրի հետ ակտիվ գործակցության պատճառներից մեկը անշուշտ հայկական համայնքն է, որի ամենահայտնի եւ ամենահարուստ ներկայացուցիչը Էդուարդո Էռնեկյանն է։ Նրա շնորհիվ նախագահ Սարգսյանի առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում։ Արգենտինական կապիտալով գործող Զվարթնոց օդակայանին կոնցեսիոն կառավարմամբ գյուղատնտեսության ոլորտում գործող Tierras de Armenia ընկերությանը, բանկային համակարգում Converse բանկին շուտով կմիանա նաև Tango ընկերությունը, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության եւ հյուրանոցաշինության ոլորտներում։ Ուշադրություն դարձրեք, նրանք չեն նայում իրար աչքերի մեջ, միայն շուրթերի թեթև շարժ ու ժպիտ, նրանք չեն խոսում։ Տանգոյի կենտրոնում հարաբերություններն են կրքերը, կյանքն իր զգայական բոլոր երանգներով։ Ճիշտ եւ ճիշտ արգենտինական տանգոյի նման են զարգանում հայ-արգենտինական հարաբերությունները, բուռն, կրքոտ ու բազմերանգ, չնայած երկու երկրների միջև եղած բնական դիստանցիան։ Հայ-արգենտինական տանգոն քաղաքական է, տնտեսական ու մշակութային։ Մոտ 1.5 տարի առաջ Բուենոս Այրեսի քաղաքապետը հենց այսպես դիմավորեց Սերժ Սարգսյանին, հետո վստահեց իր քաղաքի բանալին։ Նախկին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին այսօր նախագահ է եւ պայմանավորվածության համաձայն շուտով կժամանի Հայաստան։ Հանդիպում եմ ունենալու Արգենտինայի նախագահի հետ եւ այս առումով ցանկանայի լսել առաջարկություններ։ Ինքը ուզում է, որ Հայաստան գա ոչ միայն բարեկամ ժողովրդի մոտ, այլ ուզում է գա, որ դրանից հետո շատ նոր բաներ լինեն։ 2014-ին Բուենոս Այրեսում Սերժ Սարգսյանը առաջարկել էր Արգենտինան Հայաստանի համար յուրահատուկ դարպաս դարձնել դեպի հարավամերիկյան տարածաշրջան։ Հայաստանն էլ Արգենտինան կկապի եվրասիական շուկայի հետ, գործնական քայլեր անելու ժամանակն է։ Հայաստանը կարող է շատ լավ, արդակ եւ հանգրվանային կետ հանդիսանալ, այս ուղղությամբ կարծում եմ պետք է աշխատանքներն ակտիվացնել։ Հայաստանում արգենտինական կապիտալը հիմնականում հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ջանքերով է ներկայացված։ Արգենտինայի գործարարի ներդրումների շնորհիվ Հայաստանն այսօր ունի ժամանակակից օդակայան, փոստային ծառայություն եւ մրցունակ գինեգործություն։ Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ եւ ակտիվ գործունեության շնորհիվ մեր առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա։ Զվարթնոց օդակայանն արդիականացնելու, թռիչքուղին նորոգելու, ենթակառուցվածքները զարգացնելու եւ սարքավորումներ ձեռք բերելու համար Արմենիա միջազգային օդակայաններ ընկերությունը ներդրել է $400 միլիոն։ Արդյունքը ժամանակակից օդակայանն է ու բարձրորեն ծառայությունները։ Այս պահին Զվարթնոցը տարեկան 2 միլիոն ուղևոր է սպասարկում, եւս կես միլիոն ու ընկերությունը կընդլայնի շինության տարածքը։ Այդ խնդրի առաջ մենք կկանգնենք 2-3 տարի հետո, սա նշանակում է, որ մենք կունենանք ավելի շատ ուղևորներ, ինչն էլ կհանգեցնի աշխատատեղերի ավելացման։ Արգենտինական կապիտալով Հայաստանում մյուս խոշոր ընկերությունը կապի ոլորտում է։ Հայփոստի կառավարումը ստանձնելուց հետո $15 միլիոն է ներդրվել, նորոգվել է 250 բաժանմունք, 140 նոր մեքենա են գնել։ Ընկերությունը ստեղծել է աշխատակիցների վերապատրաստման ուսումնական կենտրոն եւ գնել ամենաապահով ծրագրերից մեկը, որի միջոցով բոլոր բաժանմունքները կկապվեն կենտրոնի հետ։ Ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ նոր ծառայություն բացել։ Արտադրողները կարողանան վստահ լինել, որ եթե պետքություն ունին ապրանքը ղրկել Եվրոպա, ամեն շաբաթ մեքենան բիլետ տա։ Հայ-արգենտինական երրորդ ուղղությունը գյուղատնտեսական է։ Արգենտինական կապիտալով արմավիրում հիմնված Tierras de Armenia ընկերությունը հեղափոխեց գյուղատնտեսության ոլորտը եւ պատրաստվում է ընդլայնել արտադրության ծավալը։ Այս պահին այն 1.2 միլիոն լիտր գինի է արտադրում, առաջիկայում կդառնա 2 միլիոն լիտր։ Ընկերությունը նախատեսում է արտադրական ծավալը հասցնել 4 միլիոն լիտրի։
Երբ նոր էինք սկսել, վաճառում էինք միայն տեղական շուկայում, անցած տարվանից արտահանում ենք Ռուսաստանի դաշտություն, Եվրոպա, Չինաստան, Հյուսիսային Ամերիկա, առաջիկայում նաև Հարավային Ամերիկա կարտահանենք։ Հայ-արգենտինական գործունեության մյուս ուղղությունը չափազանց երիտասարդ է, խոսքը հյուրանոցային բիզնեսի մասին է։ Հենց արգենտինական կապիտալով Տանգո ընկերությունն է, որ գնել է արտգործնախարարության նախկին շենքը եւ հիմա քննարկում են հյուրանոց կառուցելու մոդելները։ Ես կարծում եմ, որ շատ խոստումնալից կարող է լինել Տանգո ընկերության մուտքը հայկական շուկա, որ գործունեություն է ծավալելու туриզմի եւ հյուրանոցաշինության ոլորտում։ Միայն ներդրումների ծավալով Հայաստանում Արգենտինան 5-րդն է, մոտ $5 միլիարդ, բայց սա վերջնագիծը չէ։ Նախագահը նոր ուղենիշ է գծում ավելացնել Հայաստանում արգենտինական կապիտալով ներդրումների քանակը։ Խնդիրը մեկն է՝ հայ-արգենտինական տանգոն դարձնել ավելի լիարժեք ու ռիթմիկ։ Զորապ Հարոյան, Ալբերտ Գալստյան, Նարեկ Գալստյան, Վանաձև։